Մոդել և հաղորդավար Լուսինե Թովմասյանը երրորդ անգամ մայրենալուց հետո սոցիալական հարթակներում հուզիչ ու էմոցիոնալ հրապարակում է արել անդրադառնալով կարևոր հարցի։ Լուսինեն մասնավորապես նշել է. «Անհաս երեխաների միջազգային օրն է։ Փոքրիկ հերոսների, անսահման սիրո և հույսի օր», նշել է Լուսինեն, հավելելով, որ իր դուստրը ևս վաղաժամ է ծնվել՝ 34 շաբաթականում։ Իսկ մենք առաջարկում ենք լսել հաղորդավարուհու խոսքն առանց մեկնաբանության։ Նոյեմբերի 17-ին նշվում է անհաս երեխաների միջազգային օրը, բայց այս տարի պիտի ասեմ, որ այդ օրը այլ կերպ եմ զգում, ոչ թե պարզապես որպես դիտորդ, այլ որպես մայր, որի փոքրիկը լույս աշխարհ է եկել 34 շաբաթում։ Եվ ամեն օր լինելով այդ բաժանմունքում, տեսնելով, թե ինչ պատմություններ կան իրականում, թե ինչ փոքր կարող են ծնվել երեխաները, անցնելով այդ շատ դժվար ճանապարհով, ես հիմա եմ երևի թե հասկանում, թե ինչ ուժ է պետք թե փոքրիկներին պայքարելու համար, դե իսկ մայրիկների մասին էլ չեմ խոսում։ Եվ երբ տեսնում եմ կողքից ավելի բարդ դեպքեր, իսկ նման դեպքերը շատ են, մայրեր, որոնք ամիսներով ապրում են այդ անորոշության մեջ, ավելի եմ գնահատում կյանքի հրաշքը, որովհետև այստեղ ամեն օր մեզ սովորեցնում է հավատալ, ամեն օր։ Եվ այսօր ուզում եմ պարզապես ուժ ցանկանալ բոլոր այն մայրերին, ովքեր հենց հիմա նման ճանապարհի մեջ են, ձեր փոքրիկները հավատացեք, իսկապես հերոսներ են։ Իմ փոքրիկն էլ է հերոս եւ ամեն օր նա ինձ ապացուցում է, սովորեցնում է, որ ես աշխարհի ամենաերջանիկ մայրն եմ։ Ժամեր առաջ մոդելն ինստագրամյան հարթակում հղիության շրջանից նոր լուսանկարներով է կիսվել եւ գրել հետեւյալը. «Դե ինչ, հիմա արդեն կարող եք պաշտոնապես շնորհավորել ինձ։ 3 հրաշք երեխաների մայրիկ եմ։ Սա անհավատալի երջանկություն է, որի համար անսահման շնորհակալ եմ կյանքին», գրել էր Լուսինե Թովմասյանը։ Star News-ը ևս շնորհավորում է զույգին այս ուրախալի լուրի կապակցությամբ։ Հավելենք նաև, որ Լուսինե Թովմասյանն այս տարիների ընթացքում մասնակցել է մի քանի հարցազրույցի, որի ժամանակ անկեղծորեն պատմել է իր առօրյայի, գործնական դադարի, ընտանեկան կենսակերպի և այլ թեմաների մասին։ Ժողովուրդ օրաթերթը հրապարակել էր Լուսինեի մասնակցությամբ հերթական հարցազրույցը, որի ժամանակ առաջին հարցը ուղղված Լուսինեին հետևյալն էր. «Լուսինե, կար ժամանակ, երբ հանրության մի հատված տվել էր ձեզ բիզնես լեդիի պատիվը, ամուսնությունից հետո, սակայն գործնական կյանքը ամբողջությամբ մղել եք երկրորդ պլան, առաջնահերթությունը տալով անձնական կյանքին։ Այդ դադարը նպատակային չէ, պարզապես ինքս էլ ուզում եմ իմ ժամանակն անցկացնել բալիկներիս հետ։ Դեռ չեմ մտածում, թե առաջիկայում ինչով եմ զբաղվելու, դրա ժամանակն էլ չունեմ, անկեղծ ասած։ Բայց անշուշտ կաշխատեմ, երբ ցանկանամ։ Այս շրջանում բազում առաջարկներ եմ ստացել հեռուստատեսությունից, սակայն ինքս էլ հասկանալով, որ ֆիզիկապես չեմ հասցնի աշխատանքին նվիրվել, մերժել եմ դրանք։ Դեռևս չկա նաև մի գործ, որի շրջանակում գումար ներդնելու ցանկություն ունենամ, եթե լինի, չեմ հապաղի», նշել էր Լուսինեն։ Վերջին շրջանում Miss Հայաստան մրցույթ արդեն չի կազմակերպվում։ Ըստ ձեզ, մենք առհասարակ այսօր ունենք նման մրցույթների կարիք։ Իհարկե ունենք, քանի որ դրանք մասնակիցներին արտերկրում հանդես գալու հնարավորություն են տալիս, բայց այն մրցույթներին, որ Հայաստանում կազմակերպվում էին, վերջին շրջանում ոչ ոք արդեն չէր ուզում մասնակցել, քանի որ դրանք անցկացվում էին ոչ պրոֆեսիոնալ կերպով։ Եթե այդ կազմակերպչական հարցը երբևէ շտկվի, վստահ եմ, որ շատ հայ աղջիկներ կուզենան մասնակցել մրցույթին։ Իհարկե, տարիներ կպահանջվեն, բայց այդ կերպ հնարավոր կլինի նաև վերականգնել մրցույթի բարի համբավը։ Մոդելային ոլորտը դրսում ծաղկում է ապրում, և շատերը կցանկանան դուրս գալ արտերկիր, իսկ այստեղ ամեն գովազդի և ցուցադրության համար աղջիկները ստանում են չնչին գումարներ, նշել էր Լուսինեն։ Իսկ հաջորդ հարցը այսպիսինն էր. «Երբ այսօր զբոսնում եք մայրաքաղաքի փողոցներով, երիտասարդ աղջիկների շրջանում, կա մի ընդհանուր միտում, որը ձեզ նկատելի է։ Այո, ես այսօր տեսնում եմ շատ գեղեցիկ երիտասարդ սերունդ։ Եթե համեմատենք տարիներ առաջ մեր ունեցած պատկերի հետ, ապա կնկատենք, որ այսօր մեր աղջիկների առօրյայից համեմատաբար կորել են բարձրակրունկ կոշիկները։ Նրանք նախընտրում են հագնվել առավել հարմարավետ։ Սա նշանակում է, որ հայ աղջիկները ինչ-որ առումով ձերբազատվել են բարդույթներից, ինչը ուրախալի է։ Վերջերս կայքերից մեկը ձեզ վերագրել էր քթի պլաստիկ վիրահատություն, առհասարակ պլաստիկ վիրահատական միջամտություններին ինչպես եք վերաբերվում։ Այո, ես տեսա այդ նյութը, և դա ուղղակի ծիծաղելի էր։
Ասեմ, որ երբևէ չեմ դիմել պլաստիկ վիրահատության, բայց միևնույն ժամանակ չէի ասի, թե այդ երևույթին վատ եմ նայում։ Եթե մարդ իրոք ունի դրա կարիքը, պարտադիր պետք է դիմի վիրահատության, ինչու ոչ։ Բայց ահա շուրթերը փքելու համատարած տենդենսը ուղղակի զզվելի է։ Կարծում եմ կինը պետք է ինքնավստահ լինի, նրա արտաքին տեսքն ու ներաշխարհը պետք է հաշտ լինեն միմյանց հետ։ Այդ պարագայում շատերը նման քայլի չեն դիմի։ Երջանիկ ընտանիք ունենալու ձեր մոդելը ո՞րն է։ Կարծում եմ ամուսինները պետք է զիջող լինեն։ Օրինակ մեր միջի զիջողը, հարմարվողը ես եմ։ Միանշանակ դրա դիմաց ստանում եմ համարժեք վերաբերմունք։ Ամեն օր, հատկապես երեխաների ծնունդից հետո, մենք մեծ ջանք ու եռանդ ենք ներդնում, որ մեր ընտանիքը ամուր լինի։ Դատելով լուսանկարներից ձեր դուստրը նման է ձեզ։ Ինչ փոխվեց ձեր կյանքում նրա հայտնվելուց հետո։ Ինքս դժվարանում եմ համեմատել, սակայն կողքից շատ կարծիքներ եմ լսել, ըստ որոնց դուստրս նման է և ինձ և ամուսնուս։ Նրա ծնունդից հետո իմ ողջ առօրյան է փոխվել, մտածելակերպը, բայց փոխարենը գանձ եմ ստացել։ Ամուսինս էլ աշխատում է ամեն բան անել, որ ընտանիքով ավելի շատ ժամանակ անցկացնենք միասին։ Երեկոյան զբոսանքների գնանք, թեպետ ամեն բան ինքնըստինքյան ստացվում է։ Եվ վերջում, կարող եք ձեր խոսքն ուղղել երկրպագուներին, որոնք նույնիսկ 10 տարի անց չեն մոռացել ձեզ։ Իսկապես շատ հաճելի է, երբ ուշադրության պակաս չես ունենում։ Դա միայն դրական էմոցիաներ է արթնացնում, ուստի անչափ շնորհակալ եմ բոլոր այդ մարդկանց։ Հարցազրույցի ժամանակ անկեղծացել էր Լուսինե Թովմասյանը։ Հարցազրույցներից մեկի ընթացքում էլ տարիներ առաջ Լուսինեն պատասխանել էր հետևյալ հարցին. Դուք ձեր ուժերը փորձել եք և հաղորդավարի, և դերասանի գործում, որ աշխատանքն եք առավել սիրել։ Չեմ կարող ասել, որն է հոգեհարազատ, բայց կարող եմ ասել, որ երկուսն էլ շատ հետաքրքիր են։ Եթե միացնեմ նաև մոդելային կարիերան, որով ժամանակին զբաղվել եմ, պետք է ասեմ, որ այն ամենը, ինչ կապված է բեմի, տեսախցիկի հետ, ինձ հետաքրքրում է և հաճելի է։ Բայց ասեմ նաև, որ այդ ամենին չեմ վերաբերվում որպես մասնագիտություն։ Թատերականը չեմ ավարտել, որ դերասանուհի լինեմ։ Պարզապես այդ ամենը հոբբիի նման է, բայց մեծ հաճույքով եմ զբաղվել դրանով, նշել էր Լուսինեն։ Ավարտել եք միջազգային հարաբերությունների բաժինը։ Ձեզ երբևիցե տեսնում եք այդ ոլորտում։ Հետագայում միգուցե, բայց այս պահին նման ցանկություն չունեմ։ Շատերը մինչև ամուսնանալը պատկերացնում են, որ ամուսնությունից հետո էլ հարաբերությունները պետք է մնան այդպես հեքիաթային, բայց կենցաղն ամեն ինչ կարող է խեղդել։ Ձեր հեքիաթը ինչ ընթացքի մեջ է։ Հավատացեք ինձ, այնպես չէ, որ ուզում եմ ձևացնել, թե ամեն ինչ լավ է։ Մինչ ամուսնությունը ես պատկերացնում էի հետամուսնական կյանքը, գեղեցիկ երազի պես։ Ոչինչ չի փոխվել։ Ամուսինս այնպես է արել, որ ես մնամ իմ հեքիաթում, անկեղծացել էր Լուսինեն։ Դե իսկ մեզ մնում է միայն հավելել, որ այս հարցազրույցը արվել է տարիներ առաջ, իսկ այժմ Լուսինեն 2 երեխաների ծնունդից հետո շարունակում է իր բուռն գործունեությունը և աշխատում է հեռուստատեսությունում։